նախընտրական քարոզարշավի ժամանակ շատ հայտարարություններ ունեմ անելու, որոնից ինձնից սպասում են, ես հիմա դրա մասին չեմ խոսում, փաստերով, ու մենք բոլորս կհասկանանք, ում է ծառայում այսօրվա վարչակազմը, ում ոտերի տակ է խալի գցում, Ծաղկաձորում, մենք ուզում ենք որպես հայ, թե մեր երկրում, երբ որ մեր մոտ գալիս են այդ թվում ադրբեջանցիներ եւ թուրքեր, կարողանանք հպարտ կանգնենք եւ իրենց աչքերին նայենք, այդ թվում դրսում այլ ազգերի աչքերին։ Տարբեր ազգեր այսօր պատերազմների մեջ են, բայց ես չգիտեմ ժողովուրդ, որը նման խայտառակ վիճակի մեջ է հայտնվել։ Չգիտեմ ժողովուրդ, որի ղեկավարը կզած մանագալի եւ վաճառում է իր տարածքները։ Չգիտեմ ոչ մի այդ երկրի ղեկավար, որ $1 միլիոն պարգև ստանա միայն նրա համար, որ Արցախը հանձնել է եւ մեր հողերը հանձնել է։ Բանակը վերընկալ է, քանդուքարեն արել։ Ես որպես մասնագետ եմ ասում, ես ուզում եմ մեր բանակը լավ լինի, հավատացեք։ Նույնիսկ եթե մեր երկրի ղեկավարը Նիկոլն է, ես բանակը ուզում եմ, որ լավ լինի, ուժեղ լինի։ Ու ես սա ասում եմ ոչ թե նրա համար, որ ցավոտ խփեմ գործող իշխանությանը։ Դրա համար չեմ սա ասում։ Մեր բանակը քանդուքար վիճակի մեջ է։ 1-2 ցուցադրական բաներ են արել, բերե ժողովրդին խափում ենք։ Ես որպես հայ քաղաքացի չեմ ասում հայ զինվորական։ Մի հարց ունեմ, մեր երկրի անվտանգության ոլորտը սպասարկողների, որ երկրի դեմ այսօր հայկական բանակը կարա դիմադրի։ Խոսքը գնում է հարևան երկրների մասին, որոնք մեր հանդեպ թշնամաբար են վերաբերվում։ Թող այդ հարցին պատասխանեն։ Ինձ պետք չի ցույց տալ խրամատներ, ես 30 տարի այդ խրամատներով ման եմ եկել։ Ինձ պետք չի ցույց տալ հրետանի, ես հազարավոր հրետանի եմ տեսել։ Եթե նույնիսկ սաղ ապոզիցիան միավորվի, սաղ, Նիկոլը գրելու է, որ ինքը հաղթում է։ Մենք բոլորս գիտենք Էջմիածնում ինչ եղավ։ Շատ լավ օրինակ է։ Ուստի կապ չուներ Էջմիածնում, ճիշտն ասած, ինչքան ուժեր մասնակցում։ Ստե հարցը նրա մեջ էր, որ Էջմիածնում ուղղակիորեն դրին նկարին։ Ինքը հաստատ 49% չէր հավաքել։ Մոտավորապես 15-12% իրանք նկարել են։ Նույնը լինելու է ապագա ընտրություններում։ Մոլդովական տարբերակը աշխատելու է։ Մոլդովայում մի օպոզիցիա էր։ Սաղ միավորվեցին, ի տարբերություն հայերի, մոլդովացիք միավորվեցին։ Ինչ եղավ, տեսանք։ Բոլորը սպասում են կլասիկ ընտրությունների, չի լինելու տենց ընտրություններ։ Չի լինելու։ Այդ 2.5 միլիոնը գնան, հրապարակում չոքեն, ասեն արա, գնա, չի գնալու։ Նորից եմ կրկնում ձեզ։ Չի գնալու այդ մարդը ձև չունի գնալու։ Ով որ լավ փող է գողացել, նրան չեն կարող նստեցնել։ Դա օրենք է։ Բայց հող տվողին սատկացրել են։ Նորմալ ժողովուրդները սատկացրել են։ Նիկոլը դա հասկանում է։ Դրա համար նա չի գնա, նա ձև չունի գնա։ Նիկոլը արտասահմանում ընտրվելու ժամանակ գոնե այն առաջի 3-4 տարին ոչ մի բան չուներ։ То есть Նիկոլին պարկասնելու համար պետք է եղե մոտավորապես 5 տարի։ Ինքը 18 թվին ընտրվել է, 23 թվին նոր իրանք կարացել են կզսնեն։ Իվանաշվիլին էլ Սաակաշվիլին, որ հանում էր, ասում էր պրոռուսական հեղափոխություն եմ անում։ Բախի չհանեց։ Որտեւ ամերիկացիք sense մատով կանչին, ասին արա փողերդ ստեղա, չէ։ Սանկցիաների սպիսկի մեջ հեսա քեզ մցնենք։ Դες քո հետ ինչ ալնելու։ Տեսա մի հատ թուղթ կբերեն Նիկոլը կստորագրի, մի 5 տարի փայփայեն։ 5 տարի հետո Հայաստան չի լինի։ Ես էլ շատ եմ ասում։ Մեր ամբողջ ընդերքը, մեր ճանապարհները, մեր ջուրը,
Ամեն ինչը քիչ-քիչ մեր ձեռից վերցնելու են։ Հիմնական վերցնողը լինելու են թուրքերը։ Ամերիկացիների գլխավորությամբ։ Ես գտնում եմ ապագա երկրի ղեկավարը պետք է ունենա զինվորական անցյալ։ Ես իմ մասին չեմ ասում։ Ես ոնց sense նայել եմ, ոնց գցե բռնել եմ, էտա։ Եթե ուզում ենք մեր երկիրը այս վիճակից հանենք։